Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ հայաքրվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, պարոն Չալաբյան ողջունում եմ եւ շատ շնորհակալ եմ հերոսից ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, երեք տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ Մայրաթորում, նախերգանքը այսպես շատ երկար չանեմ։ Ես շատ տարբեր կարծիքներ եմ տեսել համացանցում, քննարկումներ եւ այլն, մեկը ասում էր սա հաղթանակ էր, մեկը ասում էր թե սա արդեն որ այս բանը եղել է արդեն հաղթանակ չի, դուք երեք նույնպես այնտեղ էիք, ձեր քաղաքական գործընկերները նույնպես այնտեղ էին գտնվում։ Ուզում եմ ձեր կարճ կարծիքը հասկանալ, կոնկրետ ժամը 3-ից մինչև երեկոյան ժամը 8-9 տեղ ունեցածի կապակցությամբ, հետո ավելի լայն համատեքստով։ Իրականում գիտեք, Նարեկ, ինձ թվում է սա պետք է ի սկզբանե լայն համատեքստում դիտարկել, որովհետև երբ որ դու գործողությունը դիտարկում ես մանրադիտակի տակ, մի բան է երևում, երբ որ դու դա նայում ես այդպես ընդհանուր իրադարձությունների համատեքստում լրիվ ուրիշ բան կարող է երևալ։ Եվ ընդհանրապես ասած, այսպես ասած ռազմավարական օպերատիվ կամ տակտիկական կտրվածքները տարբեր են իրար հետ։ Հիմա եթե մի քիչ լայն համատեքստում նայենք, տեսեք ինչ տեղ ունեցավ։ Փաշինյանը արդեն 6 ամիս է ընդգծված կոշտ արշավավարում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ եւ մասնապես նրա ղեկավարի կաթողիկոս Գարեգին II-ի դեմ։ Այդ արշավը բազմաթիվ փուլեր անցել է ընթացքում եւ իդեպ չի կարելի պնդել, որ այդ արշավը ինչ որ մի հաջողության է բերել Փաշինյանին, որովհետեւ եկեղեցու վարկանիշը ընթացքում բնավ չի նվազել, ընդհանրապես ավելացել է, դա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, բայց Փաշինյանը կարողացել է օգտագործել այդ արշավը ինչ որ իմաստով նաեւ սեփական էլեկտորատը մոբիլիզացնելու համար։ Եվ այդ արշավը ունի երկակի նպատակ՝ սեփական էլեկտորատը մոբիլիզացնել ընդհանուր թշնամու դեմ, որտեղ հիշեք, որ այն բոլոր ընդհանուր թշնամիները, որ Փաշինյանը ուներ, ինքը այդ ընդհանուր թշնամիներին հաղթել է արդեն։ Հիմա իրան պետք է նոր ընդհանուր թշնամի, ինքը այտենց շուրջը նայեց, հասկացավ, որ իր տեսանկյունից լավագույն ընդհանուր թշնամին դա կաթողիկոս Գարեգին II-ն է, Գարեգին II-ի անձը, որովհետև ի վերջո դա նախորդ սերունդի գործիչ է եւ այլն, կարելի է տարբեր ձևերով փորձել իրան կապել նախորդ իշխանության հետ եւ այլն եւ այլն։ Շատ այդ իմաստով տարօրինակ է, որ հենց նախորդ իշխանության անմիջական հետ կապված հոգեվորականներն են, որոնք այսօր հայտնվել են Փաշինյանի ուղեծրում, առաջին հերթին Նավասարդ Կճարյան arczepiskopos։ Հիմա դա մի նպատակն է, երկրորդ նպատակը բնականաբար արտաքին քաղաքական որոշակի բան ունի, չափողականություն ունի, Փաշինյանը քանի որ ակնհայտորեն թուրք-ադրբեջանական պատվեր է կատարում եւ նրանց օրակարգն է սպասարկում Հայաստանի ներսում, սեփական իշխանությունը պահելու նպատակով նա նաեւ փորձում է դա մատուցել իր գործընկերներին Էրդողանին եւ Ալիևին, որպես հայկական ռևանշիզմը եւ ընդհանրապես ասած հայկական ազգայնականությունը կոտրելու իր գործողություն։ Հիմա այդ երկուսը միասին վերցած նրան բերել է նա, որ նա հայտնվել է նեղ շաղվի մեջ, շատ նեղ շաղվի մեջ, հա, եւ փորձում է անընդհատ ինչ-որ գործողություններ իրականացնել, միևնույն ժամանակ հասկանալ է, որ գործողություններ իրականացնելու տեսանկյունից նա ունի որոշակի սահմանափակումներ։ Ամենակարևոր սահմանափակումները ի վերջո օրինականությունն է։ Նա այս ընթացքում բազմից է խախտել օրենքները, հա, օրինակ հովանավանքը գրավելով, բառի բուն իմաստով ուժային մեթոդներով գրավելով, որի հետ կապված մենք ինչպես հիշում եք հաղորդում ենք ներկայացել հանցագործության մասին։ Բայց ի վերջո կա ինչ-որ մի հատ սահմաններ, որը նույնիսկ Փաշինյանը չի կարող խախտել, ինչի որովհետև ինձ թվում է եւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում դժգոհությունը այս ամեն ինչի հետ կապված աճում է։ Մանավանդ հիշեք, որ Միացյալ Նահանգներում հիմա իշխանությունը քաղաքական են ուժը, որը որոշակի նաեւ կրոնական թև ունի, ավետարանչական քրիստոնյաների եւ այլն, եւ այդ դժգոհությունը սկսում է աճել, եւ Փաշինյանը սկսել է հասկանալ, որ ինչ որ իմաստով իր այդ խաղադաշտը, որը մանևրի դաշտը, որը ինքը խաղում էր 6 ամիսների ընթացքում, անսահմանափակ չի։ Մենք երբեք չենք ունեցել այդպես բան, որ 4-ը սրբազան բանտում լինեն, հա, ուրիշ սրբազաններ գնան Փաշինյանի մոտ, խոնարհվեն իր առաջ, ասենք ինչ որ պատվեր իրանից կատարեն, որ Փաշինյանը եւ ընդհանրապես երկրի ղեկավարը գնա պատարակից պատարակ իր շրջիկ բանով խմբով, որտեղ կաթողիկոսի անուն չնշվի։ Այս ամեն ինչ ինչ-որ մի հատ քաղցկեղ է, հասկանալի է, չէ՞, ու այդ քաղցկեղը չես կարող անվերջ պահես։ Դու էլ ես դրա մեջ, ինքն էլ է դրա մեջ, հա։ Հիմա երեք լրիվ անակնկալ էլի կարելի ասել, երկի ցավալի է որ դա անակնկալ էր, ինքը որոշեց փորձեց հանգուցալուծում տա, եւ պետք է հասկանալ, որ այդ հանգուցալուծումը ինքը որոշեց անել ոչ թե ուղիղ գրոհի տեսքով, որի մասին ինքը անընդհատ խոսում էր մինչև այդ այլ փորձի օգտագործել այդ այսպես կոչված տիրադավ եպիսկոպոսներին նրանց ուղի եկեղեցու հիմնական մարմնի դեմ։
թե իր ռետարավաբանությունը նաև էր, որ այդ դրանք են հիմա եկեղեցին, իսկ այն մյուսները աղանդավոր են։ Շատ ծիծաղելի միտքեր իմիջալուց, բայց փորձում էր ինչպես միշտ իրան հատուկ ոճով սևը սպիտակ ներկայացնել, սպիտակը սև։ Այդ իմաստով նույնիսկ այն, որ ինքը իր նախնական, այսպես ասած, ռազմավարությունից եկեղեցու նկատմամբ ուղիղ գրոհի հրաժարվեց, արդեն ես կարծում եմ կարևոր ձեռքբերում էր, որովհետև մենք կարողացանք այս ընթացքում բոլոր նրանք, ովքեր եկեղեցին պաշտպանում էին, նրա այդ առաջի գրոհի, այսպես ասած, էներգիան մաշեցնենք։ Դա կարևոր է իմիջալուց, պետք է դա արձանագրել։ Երկրորդը ակնհայտ է, որ ինչ որ ինքը երեք արեց, դա բացարձակ հերձվածող եւ իմիջալուց նաեւ հակասահմանադրական, հակաօրինական գործողություններ ժամանակը կգա դրան բնականաբար իրավական գնահատական կտրվի, իմիջած մի քիչ որ մենք էլ հետ գանք այս անմիջական իրադարձությունների բովից, որովհետև մեջն ենք բնականաբար, բայց նաև կմտածենք արդեն հիմա որոշակի իրավական գնահատական տալու եւ որոշակի հաղորդումներ ներկայացնելու մաս, հայցեր չէ, հաղորդումներ, որտեղ սա հանցագործություն է տեղ ունեցել։ Իդեպ Մարուկյանն էր նշում, որ Տիրադավ սրբազաններին ուղեկցում էր զինված մարդկանց խումբ եւ թե ինչ իրավասություն ուներ նա, ինչու էր նա զինված, ինչու չուներ տարբերանշաններ, եւս հետաքրքիր հարց է, ես ուղղակի դրան ուշադրություն չեմ դարձել երեք։ Հիմա այդ տեսանկյունից պետք է նաև արձանագրել հետևյալը, ամենակարևոր արձանագրումը, որ երեք տեղ ունեցավ հենց այն պահին այդ տեղում, այնուամենայնիվ հետևյալն էր։ Փաշինյանի բոլոր փորձերը այս ամեն ինչը ներկայացնել որպես ժողովրդի պահանջ երեք բացարձակ իդերև եկան։ Բացարձակ ձախողվեցին ամբողջապես, հա, որովհետև ակնհայտ է, որ այս ամեն ինչի հետևը չկա ոչ ժողովուրդ, ոչ ժողովրդական պահանջ, ոչ ժողովրդական մղում։ Այն կողմից եկել էր մի քանի 100 անձ, ընդ որում դրանց գալի մասը դրանք պարզապես ասենք քաղաքացիական հակուսներով ոստիկաններ էին կամ մարդիկ էին, որոնք եկել էին ոչ թե իրենց կամքով, այլ վարչական ռեսուրսի միջոցով հավաքրվել բերել, պատական չի, որ իրենց թիվը ժամանակի ընթացքում նվազեց, իսկ հակառակ կողմում կանգնած հոծ բազմությունը ժամանակի ընթացքում աճեց ընդհակառակը եւ հակառակ կողմում հազարներով քաղաքացիներ էին կանգնած եւ շատ ավելին կարար լիներ, եթե ուղղակի այդտեղ տեղ լիներ, որովհետեւ ուղղակի տեղ էլ չկար արդեն կանգնելու։ Եվ դա ամենակարևորն էր։ Դա ամենակարևորն էր, որովհետև ակնհայտ դարձավ, որ ոչ միայն Փաշինյանի օրակարգը չունի որևէ ժողովրդական աջակցություն, ընդհակառակը ժողովրդական աջակցությունը ունի եկեղեցին։ Եվ ընդ որում ես ասում եմ, ես ինքս լինելով որոշակիորեն այդպես քաղաքական թևի ներկայացուցիչ, ես տեսա, որ այդ հազարավոր քաղաքացիների մեջ մեծամասնությունը մարդիկ են, որոնք որևէ քաղաքական կազմակերպության չեն պատկանում, նրանք իրենց սրտի կանչով են եկել։ Սրտի կանչով եկել են պաշտպանելու եկեղեցին։ Երկու դիտարկում համար մեկ, որ այն հանգամանքը, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ միաբանության մեջ կա, արդեն ճեղքում, բաժանում եւ մենք երեք տեսանք, թե ինչպես էին փոխադարձ հայոյանքներով վիրավորանքներ հնչում հայության սրբության սրբոց կամ ինչպես ասում են բաբախող սիրտը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եկեղեցական գործունեության կարևոր ատրիբուտներից մեկն է։ Այսինքն այստեղ Փաշինյանը արդեն որոշակի առումով հաջողության հասել է, երբ որ բուն եկեղեցու ներսում կարողացել է մտցնել այդ բաժանումը։ Եվ երկրորդ հանգամանքը, ուզում եմ այս դիտարկումները ուղղակի մեկնաբանենք, եւ երկրորդ հանգամանքը այնուամենայնիվ այն է, որ դուք ասում եք, որ առաջին ալիքը փշրվեց, ռուսի ասած հիշյոնի վեճեր, այսինքն այնպես չի, որ Փաշինյանը հրաժարվելու է իր գործողություններից եւ ուղիղ գրոհի այսպես իրականացումից հրաժարվելու է։ Տեսեք, ես ձեր երկու դիտարկմանն էլ համաձայն եմ, բայց մեկնաբանեմ հետևյալ ձևով։ Նախ ձեր առաջի դիտարկումը, այո, Փաշինյանին հաջողվել է եկեղեցու ներսում որոշակի ճեղքվածքացնել, որը ողբերգություն է, որովհետև եւ եկեղեցու տեսանկյունից եւ մեր հավատացյալների տեսանկյունից մենք բնականաբար կուզենայինք տեսնել միասնական եկեղեցի, եւ եթե եկեղեցու ներսում այդպիսի ճեղքվածք արդեն տեղի ունեցել եւ արկա է, դա ինքնին բնականաբար խնդիր է։ Եվ ինչպես է այդ խնդիրը լուծվելու, մենք այս պահին չենք կարող ասել, հասկանալի է, որ նա մեր ցանկալի տեսանկյունն է, այսինքն որպեսզի օրինակ այն հոգեվորականները, որոնք եկեղեցուց փորձել են, այսպես ասած, դիստանցավորվել կամ կաթողիկոսից դիստանցավորվել եւ որոշակի հակամարտության մեջ են մտել, նրանք վերադառնան կանոնական դաշտ, ինչպես կոչ արվել իրենց։ Կոչ արվել մինչեւ հիմա։ Մայրաթորի կողմից վերադառնան կանոնական դաշտ եւ փորձեն խնդիրները լուծել համերաշխության, համաձայնության մթնոլորտում, փորձելով վերականգնել եկեղեցու միասնականությունը։ Դա իդեալական տարբերակը կլներ։ Իրական տարբերակը երբեք իդեալական չի լինում։ Եվ այս պահին շատ դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա։ Պետք է արձանագրել, սակայն, որ օրինակ 3 այդ 10 Տիրադավ սրբազաններից 6-ն էր որ ներկա էր այնտեղ։
6-ներ որ ներկա էր, մյուս 4-ը ներկա չէին տարբեր պատճառներով։ Գուցե մեկը Միացյալ Նահանգներում օրինակ է։ Հա, մեկը Միացյալ Նահանգներում է, բայց մյուս 3-ը որոնք Հայաստանում են ներկա չեն եւ ես չգիտեմ պատճառները։ Բայց գուցե նաեւ նրանում է, որ իրենք մինչև վերջ համոզված չեն, որ իրենք պետք է մասնակցեն այդ գործողություններին։ Ենթադրում եմ, որ ավելի շատ պատճառ։ Արցախի սրբազանը կար, Սիոն սրբազանը կար, Փաստացի Նավասարդ arczepiskopos-ը կար, Արտակը կար սրբազան տեսուչը, վանականների տեսուչը, այլոմ, հա, եւ բանը կար, Մասացյոտնի Գևորգը կար եւ Անուշավան սրբազանը կար, 6-7 էին, 7-ին։ Ես իդեպ այդքան համոզված չեմ, որ Արցախի դեմ Արաքել սրբազանը կար։ Չէ, շատ էին, պարոն Չալաբյան։ Լավ, ինչևէ։ Հիմա տեսեք, ցանկալի է, որ եկեղեցին իր ներսում այդ խնդիրները լուծի, որովհետեւ ի վերջո մենք միշտ հանդես ենք եկել հենց այդ տեսանկյունից, որ եկեղեցին պետությունից անջատված է, մենք պաշտպանում ենք եկեղեցին, բայց մենք պաշտպանում ենք նաեւ եկեղեցու իրավունքը իր խնդիրները իր ներսում լուծելու, ինքնամաքրվելու, վերում զոհվելու եւ զարգանալու։ Ես այն զգացողությունն ունեմ, որ եկեղեցու ներսում խնդիրները կուտակված են իրականում։ Նախկինում էլ մենք դրա մասին ձեր հետ խոսել ենք։ Եվ ես կարծում եմ, որ այդ խնդիրները լուծման կարիք ունեն։ Բայց դուք հասկանում եք, ցանկացած այդ ձևի լուծում դուք պատկերացեք հիվանդի վրա օրինակ բերեմ։ Եթե դու ուզում ես հիվանդին բուժես, չպետք է ծեծես։ Չպետք է գլուխը պոկես, չպետք է ձեռու ոտը պոկես։ Ընդհանրապես հոգատարությամբ պետք է շրջապատես, դեղ տաս, հա, ասենք մուրաբա տաս, տակ թեյ տաս եւ այլն, որպեսզի ինքը կազդուրվի։ Հիմա Փաշինյանն ըստ էության նման է այն բժիշկին ճակերտներով, հա, որը հիվանդին բուժելու փոխարեն փորձում է հիվանդի գլուխը կտրել կամ մարմինը անդամատել, որը բնականաբար նշանակում է, որ ինքը բուժելու որևէ ցանկություն չունի։ Պարոն Չալաբյան, ըստ ձեզ, եթե կարճ փորձենք ձեր երկրորդ դիտարկումը մոռացել։ Հա, ներողություն, երկրորդ դիտարկումը։ Հիմա տեսեք, երկրորդ դիտարկումի հետ կապված։ Փաշինյանին ճանաչելով եւ արդեն մի քանի տարի իր, այսպես ասած, գործողությունների տրամաբանությունը դիտարկելով, ես էլ եմ կարծում, որ ինքը չի հանգստանալու, փորձելու նոր տարբերակներ գտնել իր գրոհը եկեղեցու վրա շարունակելու։ Օրինակ, ես գիտեմ արդեն, որ հրանգներ կան, որ եթե դրսից սրբազանները գալիս են եպիսկոպոսագծի ժողովին, դա ինչ որ ձևի կաշկանդել, սահմանի վրա չթողել, գալուց ձերբակալել կամ ինչ որ խոչընդոտներ ստեղծել, արդեն նույնիսկ օրինակներ գիտենք դրա մասին, չեմ ուզում կոնկրետ ասեմ ինչ դեպքեր են, բայց իսկապես այդպիսի դեպքեր կան, հա, կամ սպառնալ, շանտաժ անել, ասել եթե եպիսկոպոսա ժողովը գումարվի, ոմանց նկատմամբ նոր, այսպես ասած, քրեական գործեր կամ վարքաբեկիչ նյութեր կհրապարակվեն եւ այլն։ Այսինքն Փաշինյանը փորձում է պետական համակարգի կողմից իր կողմից ըստ էության յուրացած պետական համակարգի ամբողջ ռեսուրսը մինչև վերջ օգտագործել։ Դրա լուծումը կա, թող եպիսկոպոսը ժողովը Հայաստանում չանի։ Այո, եպիսկոպոսա ժողովը կարելի է իրականում անել Հայաստանից դուրս, այդտեղ էլ ուրիշ խնդիր առնել։ Նրանք ովքեր գնացել են կկարողանան վերադառնալ թե չէ եւ այլն։ Ուզում ասեմ, Փաշինյանը փորձել է իր ռեպրեսիվ ապարատը կիրառել եկեղեցու դեմ մինչև վերջ։ Հիմա ո՞րն է այդտեղ լուծումը։ Ո՞րն է լուծումը։ Լուծումը ես կարծում եմ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Ուրիշ լուծում ես չեմ տեսնում։ Այս ճգնաժամը հաղթալու, որտեղ եթե ինքը շարունակի մնալ իշխանության եւ այդ իշխանությունը մնա հիմիկվապես բռնատիրական իշխանություն, ոչ մի բանով չսահմանափակված բռնատիրական իշխանություն, ինքը հերթով փորձելու է մարդկանց կոտրել եւ մարդիկ էլ, ասենք, բան չեն էլի, անverջ չի իրանց դիմադրության ռեսուրսը։ Պետական մեքենայի դեմ անverջ ոչ մեկ չի կարող դիմադրել։ Հիմա ձեր ասացից բխում է, որ պետքա Փաշինյանին իշխանազրկել եւ դիմացը ամենայն հավանականությամբ մտրական process-ների նկատի ունենալ։ Դա նկատի ունենալ։ Բայց կա մի կարևոր հանգամանք, պարոն Չալաբյան, որքան էլ որ մենք կամ դուք ասեք, որ երեք ժողովուրդը եկավ, բարձմարտիկ եկան եւ պաշտպանեցին եկեղեցին, ես ուզում եմ ֆիքսել։ Ուրեմն Հայաքվե միավորում կոչով հանդես եկավ, ձեր գրառումը կարդացել եմ, բավական հուզական գրառում էր, հաշվի առնելով նաև բնույթի թեմայի հուզականությունը։ Մեր ձևով, այսինքն Սամվել Կարապետյանի ուժ, Հայեղափոխական դաշնակցություն կամ Հայաստան դաշինք, սա 4 Արման Թաթոյան իր բանով կառույցով միասնության թևերով սա 5։ Այս 5-ը հələ այս պահին արագ-արագ ասում եմ, ես ենթադրում եմ 6-ը, 7-ը, 8-ը, 9-ը 10-ը կարելի է գտնել։ Դրանք բոլորը միասին, այս բոլոր ուժերը միասին, իրենց մոբիլիզացիոն ռեսուրսով կարողացան 3 մայրաթոռի բակում իրենց կողմնակիցներով եւ պլյուս պարս հավատավոր ժողովուրդ, որ կապ չունի քաղաքական գործընթացից, հավաքել տարբեր գնահատականներով մինչև 3000 մարդ։ Հիմա ես սցենար եմ նկարագրում,
ամենայն հավանականությամբ Փաշինյանը կարողանա հաջորդ քայլն է անելու եւ այս բաները Սրբազանը մի անգամ էլ են գնալու ու կա բնդավախություն այլևս 3000-ի փոխարեն կհավաքվի 2000, այսինքն ռեսուրսը, որ ինքը արդեն շատ չի, կամած մաշվելու է ու մի օր այնտեղ ուղակի շատ քիչ քանակությամբ մարդ է գտնվելու։ Այս սցենարը ձեր համար իրատեսական չի։ Ես նորից ձեզ ասեմ, էլի արդեն ասացի, որ անverջ այս մեթոդով մայրաթորը պաշտպանել հնարավոր չի։ Պետության ռեսուրսը ակնհայտորեն ավելի մեծ է։ Նախ երեք ավելի շատ մարդ է եղել, ինձ թվում է դուք թերագնահատում եք մարդկանց տիպը, բայց խնդիրը դրանում չի։ Խնդիրը նրանում է, թե ինչ մեթոդով ես դու պայքարում բռնատիրական իշխանության դեմ։ Եթե դու պարբերաբար փորձում ես նրա գրողներին դիմագրավել, պաշտպանելով մայրաթորը, վաղ թե ուշ այո, այդ ռեսուրսը կմաշվի։ Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դրա համար եմ ասում, դու պետքա մեղմ ասած սկրիվը տեղափոխել իշխանության դաշտ։ Ոչ թե մայրաթորն է պետք է շարունակաբար պաշտպանել, այլ պետքա գրոհել Փաշինյանի իշխանության դեմ։ Պետք է փորձել նրան իշխանազրկել ընտրությունների միջոցով։ Այդ է իրական հանգուցալուծումը, հիշեք, որ ընդամենը 6 ամիս է մնացել, նույնիսկ ավելի քիչ, այդ ժամանակը բանը անում, շատ արագ սպառվում է, եւ ի դեպ Փաշինյանի այս գործողությունները մասամբ նաեւ պայմանավորված են հենց իր ցեյտնոտով, հենց իր քաղաքական ուժի ներսում տիրող անկայուն իրավիճակով։ Տեսնում եք, չէ՞ որ որոշակի մարդիկ ցուցակում չեն ընդգրկվում, տեսնում եք, որ որոշակի դժգոհություն կա եւ այլն։ Ի դեպ տեսակ, դա էլ պետք է նկատի ունենաք։ Երեք այնտեղ բնավ նես չէր, որ դա ԿՊ-ի գրողներ մայրաթորի նկատմամբ, դա Փաշինյանի գրողներ։ ԿՊ-ից այնտեղ շատ քիչ մարդ կա։ Գերեթարաբար հանձնարարական չէին ստացել, չէ, իսկ մեր կարծիքով էլ ստացել են, բայց չեն կատարել։ Ամենապարզ բանը, որ այնտեղ պետք է լիներ նորընտիր համայնքապետը Վաղարշապատի, տեսակ իրան այնտեղ։ Ես չեմ ֆիքսել։ Փոխարենը տեսա Թալինի բավական Ջրաջան համայնքապետը։ Ջրաջանը մեղմ է ասած, բայց Վաղարշապատի համայնքապետեն չկար, որովհետև սա ամենը հավանականությամբ ենթադրում է, որ իրենք չեն ուզում այս ամեն ինչի տակ մտնել։ Չեն ուզում, Աստծուց վախենում են, այստեղ պետք է հասկանալ։ Սա եկեղեցու դեմ էս արշավը դա զուտ քաղաքական գործողություն չի։ Այնտեղ այն մարդը, որը գալիս է, փորձում է եկեղեցու դռները կոտրել, կաթողիկոսի վրա ինչ-որ բան նետել կամ վիրավորել, ի վերջո հասկանում է, որ վերևը Աստված կա ու կարող է պատժվի դրա համար։ Իդեպ եք փորձել են կոտրել մայրաթորի բաները, որովհետև կադրերում ներսից կադրեր չկային։ Ուրեմն տեսեք ինչ ա եղել երեք։ Ես էլ մի քիչ հեռու եղել այդ բանը, բայց հետո ինձ հայկվի իմ գործընկերները ներկայացրեցին, որոնք իրանք հենց կիզակետում են եղել եւ պաշտպանել են մայրաթորի դռները։ Այսինքն մայր տաճարի դռները։ Մայր տաճարի դռները, այո։ Տեսեք ինչ ա այնտեղ եղել։ Ինչ որ մի հատ բա ոստիկանությունը հնարավորություն ա տվել այն կողմից հավաքված խաժամուժին այդ դուռը գրոհել։ Հայ, այն դեպքում երբ որ այս կողմից բազմապատիկ ավել մարդ էր, բայց ոստիկանությունը թույլ չէր տալի նրանց։ Եվ ներսից հավատացյալները պաշտպանել են դռները, ուղղակի իրենց մարմնով փակել են, հետո դռները փակել են։ Հենց այն բանը, երբ որ վեհապարը ելույթ էր ունենում, քարոզ էր կարդում, որպեսզի խանգարեն վեհապարի քարոզը։ Իդեպ պատիվ վեհապարայրապետի մի պահ չդադարեցեց եւ շարունակեց։ Մի պահ չդադարեց, աշկնը չթարթեց, այո։ Որը իմիջած ցույց է տալիս նաև այդ մարդու ինչ որ իմաստով առաքինությունը, փորձառությունը եւ ընդունակությունը, այո, փորձությունների միջոցով անցնելու։ Այդ բանը այո դուրը ներսից է պաղվել, փակվել է, հետո այս կողմից արդեն որոշակի բանաճնշում է տեղ ունեցել, նրանք սկսել են հետ նահանջել, այո, տենց է տեղ ունեցել։ Հիմա այդ տակտիկական բանից էլի հետ գանք ընդհանուր համայնապատկերին։ Ընդհանուր համայնապատկերը հետեւալն է։ Երեք ինչ որ իմաստով նաև ուրիշ հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Թիրախավորելով կաթողիկոսին Փաշինյանը նրան դարձրեց ինչ որ իմաստով, եթե ոչ ընդդիմության առաջնորդ, ապա առնվազն ազգային բոլոր ուժերի հավաքական խորհրդանիշ։ Հա, որովհետև եթե դուք տեսել եք մարդկանց վանկարկումները եւ այլն, ի վերջո մեր հասարակության գիտակից ազգային թևը սկսել է համախմբվել վեհապարի կերպարի շուրջը։ Եւ դա շատ կարեւոր է, որովհետև դա ինչ որ իմաստով նաեւ մնացածներին ինչ որ իմաստով մերձեցնում է իրար հետ։ Ընդհանուր պայքարը մերձեցնում է, դուք դիմաց ունեք Փաշինյանին եւ իր կամակատարների ինչ որ մի հատ խումբ, այստեղ շատ ավելի հոցատիվ զանգված է, բայց մինչև է տրողված։ Բայց Փաշինյանը անընդհատ ստեղծելով sense առիթներ բերելու է նրան, որ այստեղ տեղի ունենա շատ ավելի լուրջ կոնսոլիդացիա։ Վեհապարի անձի շուրջ այսինքն։ Ոչ թե վեհապարի անձի շուրջ, կամ մայրաթորի պաշտպանություն։ Չէ, ոչ թե վեհապարի անձի շուրջ, որովհետև վեհապարը բոլոր դեպքում քաղաքական դեմ չի։ Չի։ Բայց իր կերպարի շուրջ եւ գաղափարի շուրջ, եկեղեցին պաշտպանելու, հայրենիքը պաշտպանելու։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև տեսեք, քանի մարդիկ գործում են զուտ քաղաքական տրամաբանությամբ, այն ինչի մասին ես ձեզ իմիջած նախորդ անգամ ասում եմ, իրանց համար շատ հաճախ իրանց ներքին հակասությունները ավելի կարևոր է, քան ընդհանուր նպատակը։ Երբ որ իրանք սկսում են գործել ազգային ազատագրական պայքարի տրամաբանությամբ, այդ հակասությունները մղվում են երկրորդական պլան, եւ դա շատ կարևոր է։ Ինչեւ դրական ցուցակի կազմել է։
Ես կարծում եմ, որ նույնիսկ այդտեղ մարդիկ գիտակցելով թե ինչ է սպասում իրենց հակառակ դեպքում, հա, դուք պատկերացնեք Փաշինյանի իշխանության այս անսահմանափակ ընդորում իշխանության եւս 5 տարի։ Դա ուղղակի դժոխք կա լինելու էսի։ Դուք չեք դիմանա այստեղ, հենց դուք կթողեք կգնաք առաջինը։ Ես կդիմանամ, որովհետեւ ես ավելի բան եմ, էլ այդ իմաստով փորձված եմ այդ ամենը։ Բայց դուք կարող եք չդիմանալ։ Դրա համար նույնիսկ դուք եք հասկանում, որ ի վերջո պետք է ամեն ինչ անել, որպեսզի նորից եմ ասում, խաղաղ սահմանադրական ճանապարհով, ինչպես այս տարի արվեց Գյումրիում օրինակ, հա, խաղաղ սահմանադրական ճանապարհով։ Արեք, պարոն Չալաբյան, ուզողներ ես եմ։ Այդ ուժը պարտության ուրիշ մեկ հարց։ Ես այնանիվ դուք բարբերաբար փորձում եք տանել դեպի մակրո միջավայր, ես իջեցնում եմ միկրո միջավայր, որովհետև երեկվա իրավիճակը է։ Կա նաև մեկ այլ կարծիք, ընդ որում երեք խոսում էի այսպես ընկերներիս հետ, որոնք բավական քաղաքական դերակատարություն ունեցող անձինք են, ասում են նաև սրանով Փաշինյանը երեք չափեց ընդդիմության մոբիլիզացիոն ռեսուրսը, թե ով ինչքան մոբիլիզացիոն ռեսուրս ունի, ովքեր են հիմնական դերակատարները, ովքեր են այն մարդիկ, որոնք որ գետնի վրա կարողանում են արագ կողմնորոշվել եւ այլն, այդ ամեն ինչը արդեն իր համար այդ քարտեզը իր համար բացահայտվել է, ու ինքը հիմա արդեն սկսելու է կետային այսպես գործողությունների իրականացում այդ մարդկանց չակերտներով մեջտեղից դուրս հանելու։ Իմ դեմ արդեն սկսվել է երեկվանից։ Քրական գործ նոր։ Չէ, քրական գործ չէ, սադրանքներ են սկսվել եւ այլն։ Սկսվել են։ Տեսեք, մի բան ձեզ ասեմ։ Այո, իսկապես այդպես է, բայց այդտեղ հետաքրքիր մի հատ առանձնահատկություն կա։ Տեսեք, այս ընդդիմության այս մի քիչ տրոհված վիճակը նաև իր մեջ առավելություն ունի, որովհետև խնդիրը նրանում է, որ այս պայքարի մեջ արդեն այն քանակությամբ ոնց որ ուժեր են ներքաշված, որ հիմա 4-ը սրբազան կալանավորված են, չէ՞։ Հետո ինչ։ Մնացածներն են իրանց դերը բանը ստանձնում։ Չէ, բայց եկեք ընդունենք, որ երբ որ 4 առանցքային arczepiskopos եպիսկոպոսներ կալանավորված են, վեհապարի շուրջ օղակը, այսպես ասենք, սեղմվում է կամաց։ Սեղմվում է, բայց հիշեք, որ այդ իրավիճակում ավելի մեծ առաջնորդական դերակատարում են ստանձնում վարդապետները, քահանաները, աբեղաները եւ այլն։ Եկեղեցին ի վերջո 50 եպիսկոպոս չէ, դա եկեղեցին 500 հոգևորական է միայն Հայաստանում եւ մոտ 1000 հոգևորական է։ Եկեղեցին Աստծո ժողովրդի միավորումն է, իրենք սպասավորներն են։ Չէ, ես նկատում եմ ծառայող մասը եկեղեցու։ 500 հոգևորական կա, լավ կրթություն ստացած, լավ փորձառություն ունեցող, հա, լավ դպրոց անցած, լավ պատրաստված եւ այլն, եւ երբ որ մեկը նույնիսկ դուրս է գալի, համակարգը կարողանում է ինչ-որ պայից սկսած ռեգեներացիան։ Ես նույնը ցեզ ասեմ Հայակվեի մասով։ Վերսեք հենց այսօր ինձ տարեք դերեք բանտը։ Փաշինյանը նախկինում էլ է հենց բանտարկել։ Կտեսնեք, որ Հայակվեն շարունակելու աշխատել։ Հենց այսօր տարեք դերեք ինձ բանտ։ Կգնա մի քիչ կհանգստանամ այս ամեն ինչից։ Եթե իհարկե մի քիչ բանում սարկազմով եմ ասում, բայց իրականությունը այն է, որ այն իրավիճակը, որը հիմա ստեղծվել է, բերել է նրան, որ չկա այտենց մի հատ անձ, որ դու իրան գլխատես ու համակարգը քանդվի, որովհետև համակարգը բազմագլուխ է դառել այս ամեն ինչի արդյունքում։ Մի գլուխը կտրում ես, մյուսն աճում։ Ինքը կարող է գնաց շատ ավելի կտրուկ քայլի եւ չեմ ասում քաղաքական գործիչներին չմեկուսացնի, բայց գնա վեհապար հայրապետի մեկուսացնելու ճանապարհով։ Տեսեք, եթե նկատել եք, ինքը իր շեշտադրումները, այսպես ասենք, փոխել է եկեղեցու կամ վեհապարի դեմ իր կռվի մոտիվների առումով։ Սկզբնական շրջանում ինքը խոսում էր սրբապղծության, կուսակրոնության խախտամյուսի մասին։ Այսօր անցել լրիվ այլ բացարձակապես դաշտ։ Վեհապարի եղբայրը KGB-ի ագենտ է, ինքը ազատության գործակալ է եւ գտնվում է օտար տիրապետության ներքո կամ օտար դիկտատի ներքո։ Ընդ որում ես ուշադրություն էի դարձնում այդ կարգալույց քահանաները, որոնք որ կային։ Թեզը արագ բան է։ Թեզը արագ այո, որտեղ հիմա տեսեք։ Ու ինչի է ասում այդ ամեն ինչը, այսինքն ներողություն, դա ինչը նկարահանելով ուզում եմ ասել, որ միգուցե հեռու չի այն օրը, որ ինքը ուղղակի վեհապարին կալանավորի եւ Պոսեյդոնը վարձակարգի։ Եկեք մի քանի բան աստեղ դիտարկենք, էլի։ Նախ իր ասածները, ես կարծում եմ, մի քիչ իր երևակայության դաշտից են։ Այդ ամեն ինչ ասելով չպետք է հիմնավորես։ Երկրորդ, եթե դու ուզում ես մարդուն ազատ ազատես, ի վերջո ամեն ինչն է պետք է օրենքի դաշտ բերես։ Ինչ անշանակում գտնվում է օտար ազդեցության ներքո, դու չես գտնվում։ Իսկ դու չես գտնվում, Ալիևը դու չեր վերելակում ինչ-որ բան պայմանավորվում։ Դու չեր գնում Էրդողանից գիրք նվեր վերցնում։ Դու չես գտնվում օտար ազդեցության ներքո։ Ինչ անշանակում օտար ազդեցության ներքո գտնվել։ Մենք քրեական օրենսգրքում տենց հոդված ընդհանրապես չունենք օտար ազդեցության տակ գտնվելը։ Դա բան չէ, հասկանում եք, դա օրենքի խախտում է։ Բայց դա մթնոլորտի ստեղծում է։ Չէ, դու ռետորաբանությունը դրեք մի կողմ։
բայց դա բան չի, հիմք չի մարդուն ազատազրկելու կամ ընդհանրապես ասած որևէ կերպ սահմանափակելու։ Այդ նույնիսկ այդ ինչ որ ինքը երեք ասեց, ես նույնիսկ ծիծաղս է շարժում, որ ասեց կաթողիկոսի եղբայրը KGB-ի հետ համագործակցել սովետական տարիներին, որովհետև KGB-ի մեջ չկա, չէ, 35 տարի KGB չկա։ Էդ էլ էլի, ասենք, մի քիչ բանի էլի, ասենք, զավեշտի դաշտից է։ Որտեղից գիտես, հետո ո՞վ է քեզ ասել, այդ ինչ դրա հիմնավորում կա, եւ ընդհանրապես ասած, երբ որ սկսել ես ասենք, այդ վերջի փրփուրներից կախվել, էլի, իրականությունը այն է, որ ամբողջ այս ընթացքում ինքը չի կարողացել կամ ներողություն, կաթողիկոսի դեմ իրական որևէ փաստարկ բերել։ Կամ ներողություն, ուրիշ բան, եթե ինքը սովետական տարիներին է համագործակցել, սովետական տարիներին ինքը համագործակցել է մեծ պետության հատուկ ծառայության հետ, իր պետության, չէ՞, որի քաղաքացի է ինքը եղել։ Ես նույնիսկ այդ դաշտը չեմ ուզում մտնել, այս սովետական տարիներին KGB-ն ախր հասկացեք նա ամեն ընտանիք կարար մտներ։ Այդ բան չէ, այդ հիմիկվա ժամանակը չի։ Սովետական տարիներին KGB-ն ընդհանրապես օրենքով սահմանափակված չէր։ Ինքը ցանկացած մարդու կարող տաներ գնդակահարեր, աքսորեր եւ այլն, էլի։ Դրա համար օրինակ այդ պնդումը, որ ինչ որ մեկի KGB-ի հետ է իսկ դու ասա, դու ինքդ ում հետ ես համագործակցել։ Սկսի քեզանից, Քոարատ Միրզոյանը ում հետ է համագործակցել։ Ընդունել է, չէ՞ որ թուղթ է ստորագրել։ Այսինքն այդ բաները, այդ ձևի փաստարկները, իրենք անլուրջ փաստարկներ են, անլուրջ։ Իրավական դաշտում ամենայն դեպս այդ փաստարկները որևէ կշիռ չունեն եւ փորձելու է ենթադրենք մեկուսացնել կաթողիկոսին։ Փորձել է այս ընթացքում, բայց տեսնում եմ որ բան չկա, տակը իլաշ չկա, այսպես ասած, չունի հիմք որևէ բանի։ Իսկ մենք մեր դատական համակարգին ոնց որ վերաբերվենք, մենք պետք է հիշենք էլի ի վերջո դատական համակարգը երաստիճան է, մի աստիճան չի։ Եվ դատական աստիճանի են մանանդ վերևի բաներում, աստիճաններում, վերևի օղակներում։ Ի վերջո մարդիկ կան, որոնք ասենք իրանց մասնագիտական հեղինակությունը ավելի բարձր են գնահատում, քան թե Փաշինյանի շանտաժը։ Ես տեսել եմ, դա իրական տեսել եմ, ասենք ոնց են վերաքննիչական վճռաբեկ դատան հենց նաև իմ գործով։ Իրավականորեն հիմնավորված որոշումներ են։ Այո, իրավականորեն հիմնավորված որոշումներ, որ որոշումը կարդում ես որոշումը տրամաբանություն, հասկանաս, որ ինքը իրավունքի դաշտում է, ոչ թե քաղաքականության։ Նույնը չես ասի Արաքելյանի մասին, որը շատ հաճախ ուղղակի տպում է այդ կալանքների որոշումները բան։ Հետո իդեպ ասեմ ձեզ, ենթադրենք լավ գտար են դատավորին, որը կաթողիկոսի կալանքի որոշում տվեց։ Բայց նաև մտածեք միջազգային արձագանքի մասին։ Միջազգային արձագանքի դա խայտարակություն է լինում։ Այ միջազգային արձագանքի մասին հիմա սիրով կզրուցենք։ Եկեք սիրով զրուցենք։ Պարոն Չալաբյան, միջազգային արձագանքը միանշանակ չի, ակնհայտ է դառնում, որ նույն Եվրամիությունը Կայա Կալասի հայտարարությունից հետո որ հայերը ճակերտներով սա բանը ուղիղ մեջբերում է Armenians որտեղ ինքը ասել է, էլի հայերը մեզ դիմել են, որպեսզի մենք օգնենք իրենց հիբրիդային պատերազմի դեմ այսպես բանում, պայքարում, ինչպես ժամանակին արեցին մոլդովացիները։ Սա նշանակում է, որ արևմուտքի մի հատվածը եւ եվրոչինովնիկական հատվածը Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրական process-ը ներառյալ որոշակի ռեպրեսիաների բան են տալիս, ինդուլգենցիա են տալիս, այո, ուստի վեհապար հայրապետին եթե կանանավորն արևմուտքում կարող է լինի ձայն բարբարո անապատի, մանավանդ ադմինիստրացիոն հատվածում։ Մի քանի բան ասեմ դրա հետ կապված եմ։ Համեցեք։ Ուրեմն, այո, եվրոչինովնիկները այդ իմաստով հայտնի են իրենց անվերապահ աջակցությամբ նախկին խորհրդային միության տարածքում եղած բոլոր են վարչախմբերի, որոնք պատրաստ են Ռուսաստանի դեմ պայքարել։ Իրանց համար դա մանտրա է։ Մանտրա է։ Եվ օրինակ Վրաստանը իրենց սիրեցյալներ, հենց Վրաստանը իրանցից երես թեքեց մի թեթև։ Չանթամեն ասած Ռուսաստանի դեմ երկրորդ ֆրոնտ չենք ուզում բացենք, իան տվեք։ Հա, ասացին չենք ուզում, մենք այո, կռվել Ռուսաստանի դեմ, էլի, մեր երկիրը մանրադրամ սարքել, միանգամից Վրաստանը դարավ դիկտատուրա, բան եւ այլն, էլի, ժողովրդավարական այսպես ասած, սիրելիից դարավ դիկտատուրա։ Շատ ծիծաղելի է, որովհետև այդ եվրոչինովնիկները առաջին հերթին վարկաբեկում են Եվրոպան եւ եվրոպական արժեքները։ Մենք ի վերջո ներքուստ ուզում ենք հավատանք, չէ՞ որ Եվրոպայում կա իրավունքի գերիշխանություն, մարդու իրավունքները պաշտպանված են եւ այլն, այդ եվրոչինովնիկները ցույց են տալի, որ իրենք թքած ունեն այդ ամեն ինչի վրա, իրանց համար կարեւորը մեղմ ասած իրանց ազդեցությունը այստեղ պահպանելն է։ Հիմա բայց աշխարհը չի սահմանափակվում, չէ՞ եվրոչինովնիկներով։ Բնականաբար չի, նույնիսկ Եվրոպան տարբեր է, բայց եթե արդեն նայում ես մի քիչ այն կողմ ենթադրենք Միացյալ Նահանգներն ես նայում ես նույն Ռուսաստանը, նայում ես Իրանը, Չինաստանը եւ այլն, դրանց բոլորի արձագանքներն էլ պետք է հաշվի առնել, հա։ Ռուսաստանի արձագանքը աշճանաբար սկսում է կոշտանալ այդ իմաստով, որովհետեւ սկզբից իրանք մտածում են, որ այստենց մի ինչ փոքր խաղ է, հա, այտենց, բայց հետո սկսում են հասկանալ, որ սա լուրջ սկսում է երանգներ ընդունել, բնականաբար իրանք էլ են ռետորաբանությունը կոշտացնում։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ սահմաններ կան այս խաղին, սահմաններ կան եւ խորությանը եւ տևողությանը։ Դու չես կարող հավերժ ենթադրենք մեծ քանակությամբ մարդկանց ազատազրկման մեջ պայես։
Հիշում եք որ նույնիսկ բանը Լուկաշենկոն ստիպված եղավ վերջերս իր երկրում 120-ից ավել քաղբան տարկել։ Լուկաշենկոն հասկանում եք, որտեղ ինքը ի վերջո հասկանում է, որ ընդեղից էլ է ճնշում լինելու։ Հետո ես ասեմ, որ վեհապարի դեպքում եւս մի հատ կարևոր առանձնահատկություն կա։ Վեհապարը շատ բարձր համարում ունի հայկական սփյուռքում։ Ես դա տեսնում եմ նաև օրինակ իմ գրառումներին արձագանքից, որ հաճախ հայկական սփյուռքից են, հենց եթե հենց այդ թեմային է վերաբերվում, հա, ոչ ներհայկական թեմային, շատ մեծ համարում ունի։ Վեհապարի նկատմամբ այդ կարգի գրեհիկ, այսպես ասած, բռնության ակտերը այնտեղ են ստեղծելու շատ լուրջ հակազդեցություն։ Եվ ի վերջո հայկական սփյուռքն հնարավորություն ունի այն երկրներում, որում ինքը գործում է, մասնապես Միացյալ Նահանգներն, Ֆրանսիան եւ այլն, հանրային կարծիքը տրամադրել է դեպքում այս իշխանության դեմ։ Ոստի նորից եմ ուզում ձեզ կրկնեմ, մենք ապրում ենք այն աշխարհում, որտեղ բավական փխրուն է էլի բալանսը։ Դու չես կարող չափից դուրս կտրու գործողություն անես։ Հիմա կփորձի Փաշինյանը դա անել, չեմ բացառում։ Բայց ինչքան է դրա հավանականությունը, որ ինքը գնա ամենակոպիտ ռեպրեսիաների, այդ կոպիտ ռեպրեսիաների վերջո բումերանգ են, կարող են վերադառնալ իրան։ Բայց նույն Եվրամիության, եթե եկեղեցուց անդին գնանք ներքաղաքական դաշտ, վերջի վերջո խնդիրը միայն վեհապար Հայրապետին մեկուսացնելու մեջ չի։ Այստեղ Փաշինյանը ինդուլգենցիա է ստանում ներքաղաքական կյանքում որոշակի գործողություններ կատարելու եւ այդ ամեն ինչը արևմուտքի ծափահարությունների ներքո եւ սա հենց մինչեւ ընտրական process-ն է վերաբերվում, էլի։ Անկասկած, այո, այդպես է, բայց նույնիսկ եմ ուզում կրկնեմ, էլի, որ այստեղ սահման կա, ինչ կարաս դու անես, ինչ չես կարող։ Դե ասենք օրինակ մի գլխավոր ուժերից մեկին, ասենք պայմանական Սամվել Կարապետյանի ուժին, հա, որի մասին արդեն անոնսվել է, ինչպես մոլդովական սցենարի պարագայում կհայտարարեն ռուսական ազդեցության ուժ, Ռուսաստանից ֆինանսարող ուժ, թույլ չեն տա մասնակցել ընտրությունների օրինակ համար։ Սա մի հսկայական հատված է հանդիմադիր դաշտի, այսօր ֆավորիտ հատվածն է։ Հիմա տեսեք, մի բան ձեզ հարցնեմ, էլի, մի հատ եկեք փորձենք sense մտածենք։ Չեմ բացառում, ես ենթադրում եմ, որ իրանց խոհանոցում այդպիսի մի գաղափար պատրաստվում է։ Բայց այդ դեպքում, եթե ենթադրենք Սամվել Կարապետյանի ուժը չմասնակցի ընտրություններին, այդ ընտրողը չի անհայտանալու։ Կարա չգնա պրոստը, ասել Սամվելի հետ է կամանստավ։ Չէ։ Սամվել Կարապետյանի ուժը այդ դեպքում իր ձայները կտա այլ ուժերի։ Այլ ուժերի կտա, ասի գնացեք քվեարկեք, ենթադրենք Հայաքվեի օգտին, գնացեք քվեարկեք Արման Թաթոյանի օգտին եւ այլն։ Այդ բանը հասկանում եք, այտենց Մոլդովայում իրականում այն ամենավերջի բանը իրականացրեցին, այն խարդավանք, երբ որ ամբողջ Եվրոպայում ապրող մոլդովացիների ձայները հաշվեցին, իսկ Ռուսաստանում ապրող մոլդովացիների ձայները չհաշվեցին, հասկանալ է։ Չէ, պլյուս նաև կուսակցություններ թողեցին բնական է, հասկանալ է։ Բայց ուզում ձեզ ասեմ, որ տեսեք, այդ ամեն ինչը ի վերջո սահման ունի։ Հետո թվում է, որ դու տենց կարող ես հաղթես։ Թվում է, որ դու տենց կարող ես հաղթես։ Բայց պետք է հիշել հետևյալը, որ երբ որ դու գնում ես այդ ձևի ակնհայտ իրավունքի ոտնահարման, դա հակազդեցություն է ցնում։ Հակազդեցություն եւ իմիջիայլոց Փաշինյանը ինքը դրա օրինակը ցույց է տվել 2008 թվականի մարտի 1-ին։ Ցույց է տվել այդ հակազդեցությունը։ Դրա համար ինքը պետք է սեփական փորձից ելնելով նաեւ հասկանա, երբ որ դու օրենքի դաշտում ես գործում, քո քաղաքական ընդդիմախոսները եւս գործում են օրենքի դաշտում։ Բայց երբ որ դու խախտում ես օրենքը, բացարձակ խախտում ես օրենքը, դու դրանով մնացած մարդկանց լեգիտիմ իրավունք ես տալի պաշտպանվելու։ Վերջին հարցը, պարոն Չալբյան, մի քիչ տենց ձեր երևակայության վրա եմ ուզում հույս դնեմ։ Եթե սրանից մի 10 տարի առաջ ձեզ որևիցե մեկը ասեր, որ անկած հայա զուրկ Արցախի, որտեղ ոչ մի հայ չի ապրում, պայմաններում Հայաստանը շնորհակալաբար ստանում է Ադրբեջանից ուղարկված սոկարի, ուրեմն առևտրական գործարքի տրամաբանության մեջ բենզինի քանակ եւ այդ նույն օրը երեկոյան հայ ժողովրդի ինչ որ մի հատված մեծ փոքր կարևոր չի փորձում է գրոհել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, իսկ մյուս հատվածը փորձում է պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, այդպիսի մարդուն ինչպիսի շնորհակալաբար մի քիչ չափազանցություն է, ինձ թվում է ոչ մեկ էլ շնորհակալություն չի հայտնում այդ բենզինի համար, ընդհանրապես ասած մենակ կարող եմ երկու հատ բան, հա Հայաստանի պետության ներկայացուցիչները դա այնքան են գովազդում, որ դա շնորհակալության հավասարի բան է։ Ես իրանց Հայաստանի պետություն չեմ համարում։ Դա Հայաստանի պետությունը զավթած, օտարահաճո, թշնամահաճո վարչակարգ է։ Թշնամահաճո վարչակարգ, դա է բացատրում, հա։ Բայց հիմա ես ցենց հարց տամ, էլի։ Հիմա եթե ես ասեմ, որ 30 տարի հետո կնայեք, որ օրինակը տենց եմ ասում, դուք բան քաղցկեղով հիվանդ եք լինելու, կարող է դուք էլ դրան բան չանեք, չէ՞, լուրջ չէ։ Աստված մի արածե, բայց դա շատ ավելի բան է։ Մտածեք, որ դուք հիմա երիտասարդ եք, առողջ եք, առողջ եք եւ այլն։ Այո, մեր երկիրը հիմա հիվանդ է քաղցկեղով։ Եվ Փաշինյանը այդ քաղցկեղի արտահայտությունն է, ոչ թե այդ քաղցկեղն է, այդ քաղցկեղի արտահայտությունն է։
Side effect-ն է, այսինքն։ Չէ, ուռուցքն է, բայց ոնց որ կուլմինացիան է։ Այն ինչ որ մենք տեսնում ենք այդ ամեն ինչը, դա այո, մեր երկիրը ինչ որ իմաստով տենց վարակած քաղցկեղ է։ Երբ որ մեր առողջ ազգային ինստինկտները, բաները բոլորը հետ են նահանջել։ Ասենք ես երեք որ տեսնում եմ կողմը կանգնած մի քանի այդ ֆանատիկոսներին, որոնք աղմուկ աղաղակ էին հանում եւ այլն, իհարկե իրենց աղմուկը ճնշվում էր այս կողմի անկարգումներով, բայց ես փորձում եմ հասկանալ այդ մարդկանց գլխի մեջ ինչ է կատարվում։ Իրանք ինչի համար են եկել, ինչի համար են պայքարում, ինչի են կաթողիկոսի հերացումը պահանջում, ինչ է արել իրանց կաթողիկոսը։ Ակնհայտ է, որ ուղեղների լվացում է տեղ ունեցել բացահայտ եւ դրան գումարած դերախաղում, ասենք այն փողը, որ իրանք դրա համար ստանում են։ Բայց դա այո, դա շատ ցավալի է։ Դա պետք է այո, ընդունենք, որ այո, մենք հիվանդ ենք։ Մենք հիվանդ ենք, ընդ որում այդ հիվանդությունը մի օրվա մեջ չի առաջացել։ Այս մեր անկախությունից հետո հաջորդող ամբողջ շրջանում այդ հիվանդային սիմպտոմները կուտակվել են։ Կուտակվել են, մենք էլ չենք բուժել, կուտակվել են, մենք էլ չենք բուժել, հիմա ասած վերածվել են քաղցկեղի։ Այդ իմաստով պետք է ասել հետեւյալը, քաղցկեղը գիտեք, նենց հիվանդություն է, որ կարողանաս բուժես, իսկ կարող է հիվանդը մեռնի։ Պետք է ամեն ինչ անենք, որ հիվանդը բուժվի։ Այս քաղցկեղով չես կարող շատ երկար ապրես, այո, համակարգը կսկսի փլուզվել։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ Հրավերություն ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր Հայաքվեի միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, իսկ մենք կհանդիպենք մնացեք խաղաղությամբ։